7-րդ պտույտից զգացի, որ ինքնաթիռն ինձ չի ենթարկվում։ Թողեցի ղեկն ու նայում էի պտտվող գետնին։ Մտածում էի. ահա այս է այն բոլորը, որ կոչվում է վերջ։ Փակեցի աչքերս եւ այնտեղ տեսա աշխարհը, սև շորեր հագած հարազատներիս, գերեզմանատան ծառուղիները, մարդկանց, որոնց հանդիպել եմ կյանքում, եւ մարդկանց, որոնց հետո պետք է հանդիպեի։ Հաֆեզ Թումանյան։ 150 մետրի վրա ինքնաթիռը պտույտից հրաշքով դուրս եկավ։ Միայն մի ակնթարթ ես տեսա հորիզոնը, տեսա Ալբորգի ձյունապատ լեռնաշղթան, գյուղեր, որոնք նոր էին արթնանում։ Մինչև հասցրի ղեկը բռնել, ինքնաթիռը ձախ կողքով եւ այլանդակորեն խփվեց գետնին։ Եղավ մի պահ, որ մտածեցի, հիմա պետք է որ բենզինի բաքը պայթի, չպայթեց։ Հետո ոչինչ չեմ հիշում։ Զինվորական հիվանդանոցից ինձ դուրս գրեցին 4 օր հետո, ճակատս ու ձախ թևս վիրակապերով։ Գլխավոր բժիշկն ասաց. «Փառք Աստծո, ամեն ինչ բարեհաջող անցավ։ Ձեր գեներալը հեռախոսով մեզ սպանեց։ Ներքևում ձեզ սպասում են, պետք է գնաք շտաբ, այսինքն գեներալի մոտ, փառք Աստծո»։ Ես լավ գիտեի այդ փոքրիկ սև Ֆորդը։ Գեներալն այն ուղարկում էր կարգապահ օդաչուներին շտաբ տանելու եւ պարգևատրելու համար։ Ուղարկում էր նաեւ անկարգապահներին զնդան տանելու։ Զինվոր վարորդը պատվի կանգնեց։ Ես ուրախացա, որ կենդանի եմ, ուսերիս վրա ուսադիրներ կան, որ ամառվա երկինքը ինչքան խորն է ու կապույտ։ Հասանք ռազմաօդային շտաբ։ «Լսում եմ ձեզ, գեներալ», ասացի։ Գեներալն ակնոցն ուշացումով դրեց թղթերի դեզի վրա, թեք նայեց ինձ ու ասաց. «Պետական ինքնաթիռ ես ջարդում եւ լսում ես»։ Ես հասրի դուրս գալ պտույտից, գեներալ, ասացի։ «Խալիլին, Ահմադյանը, ինչու ենք հեռու գնում, հենց մեր բալային, չկարողացան ինքնաթիռը պտույտից հանել եւ բերել, նստեցնել դաշտում, իսկ ես բերեցի»։ «Դու մի ճչա», զայրացավ գեներալը ու վեր կացավ։ Հիմա նա քայլում էր գրասեղանի ու աթոռների արանքներով։ Պետական ինքնաթիռ ես ջարդում։ «Հասցրի դուրս գալ պտույտից, գեներալ», ասացի։ «Երբ Խալիլին ընկավ ու ջարդվեց, դուք ասում էիք, շատ բան է ասում, իսկ դու մի ճչա, վերջապես ես գեներալ եմ»։ Ես մտածեցի, վերջապես։ Նրա անունը Խոսրովի էր։ Բերել դրել էին մի տեղ, որտեղ պետք չէր։ Նստում էր գրասեղանի ետև, քարտուղարուհիները թղթեր էին բերում ստորագրելու համար։ Նա եւ ստորագրում էր եւ մտածում. «Շան տղերքը գիշերը չգնան դակեն, վաղնոթային վարժության օր է, վեր կընկնեն, կսատկեն»։ «Մայոր Ռեզվանին կանչեք», ճչաց նա դռներին։ Մայոր Ռեզվանը ներս մտավ, ոտքերով պատվի կանգնեց, ինձ ժպտաց։ «Զեկուցեք», հրամայեց գեներալը։ «Ամեն ինչ կատարված է դիտավորյալ, գեներալ», զեկուցեց մայորը։ «Բոլոր ստուգումներն ապացուցում են։ 4 օր առաջ ձեզ իրազեկ դարձրի»։ Դուրս եկա համբերությունից։ «Սուտ է, մայոր, շտաբային գրասենյակները եւ ութաչուներին մի խառնեք իրար»։ Գեներալը բռունցքը հարվածեց աթոռի թիկնակին։ «Լռել, ոչ ոք իրավունք չունի այստեղ ճչալու»։ «Ես ձեզ իրազեկ դարձրի», սկսեց մայոր Ռեզվանը, բայց ինչ լավ էր, որ գեներալը նրան էլ ընդհատեց։ «Լավ, շնորհակալություն, գնացեք»։ Մայորը նորից պատվի կանգնեց ու գնաց։ Ընդարձակ շքեղ սենյակում մնացինք ես եւ գեներալը։ Նա ձեռքերը մեջքին քայլում էր գորգի վրա, մեկին ձեր նայում, մեկ գրասեղանին դիզված թղթերին։ «Համառոտ եւ մանրամասն զեկուցիր», ասաց նա։ «Ինչպես ստացվեց»։ Ես ժպտացի, նա արագ շուռ եկավ եւ բռնեց իմ ժպիտը։ «Պետական ինքնաթիռ ես ջարդում եւ ծիծաղում ես», ճչաց նա։ «Ես կհանձնեմ դաշտային դատավարության։ Իսկ դու կարծեմ լավ գիտես, թե այդ ինչ է նշանակում։ Այստեղ ռազմաօդային շտաբ է, ես ձեր գեներալն եմ, իսկ դու ծիծաղում ես, ինչ է, կրկես ես եկել»։ «Ոչ, գեներալ», ասացի։ «Իսկ ինչու ես ծիծաղում»։ «Գեներալ, դուք ասում եք համառոտ եւ մանրամասն»։ Նա կանգնեց պատուհանի մոտ։ Ես նայում էի նրա մեջքին եւ զգում էի, որ նա հիմա սպասում է իր արտասանած հիմարության տպավորությունը փախչի սենյակից։ Մինչև այն կփախչեր, շուռ եկավ պատուհանից եւ հրամայեց. «Մանրամասն»։ Ես զեկուցեցի։ Դեռ 7-րդ պտույտից հասկացա, որ ինքնաթիռը դուրս չի գա, գեներալ։ 2000 մետրում էի, 7 պտույտը կորցրեց մոտ 500 մետր, թողեցի ղեկը։ Դուրս եկա պտույտից, այսինքն ոչ թե ես, ինքնաթիռը, չհասցրի կողմնորոշվել։ Ոչ ոք էլ չէր կարող կողմնորոշվել։ Իմ առջև գետինն էր եւ մահը, 150 մետրի վրա ինքնաթիռը դուրս եկավ պտույտից։ Դուք մայոր Ռեզվանին մի հավատացեք, գեներալ, նրա համար արար աշխարհը խտացել է գրասենյակների մեջ։ Նա գործ չունի օթաքսների, մահվան պտույտների եւ «Լավ,
ինձ ընդհատեց գեներալը, «Ավ», ինձ ընդհատեց գեներալը եւ նորից կանգնեց պատուհանի մոտ։ Բոլոր դեպքում ինքնաթիռ է ջարդվել եւ ինչ որ շունշան որդիների պետք է պատասխան տան։ Սանամյան, Շոքուֆե, ով կա այդտեղ, գրողը ձեզ տանի, օրը ցերեկով էլ չես կարողանում մարդկանց գտնել։ Սանամյանը չկար։ Շոքուֆեն երկրորդ քարտուարուհին երևաց դռների ճեղքում։ Մայորին կանչիր։ Մայոր Ռեզվանը ներս մտավ ժպիտով։ Նա գիտեր, թե ինչ պետք է անել։ Պատվի կանգնեց, ածելիով կտրեց ուսադիրներս եւ շշնջաց. Շնորհակալ եղեք գեներալին, թե չէ դաշտային դատավարություն։ Վերջացրեք, ճչաց գեներալ Խոստրովին։ Դուրս եկա խուզված ուսադիրներով։ Միջանցքը երկար էր եւ ուղեգոր կար փռված։ Գեներալն ինձ ետ կանչեց։ Ամեն ինչ կարքին է, հարցրեց նա։ Ամեն ինչ շատ կարքին է, գեներալ, պատասխանեցի եւ զսպեցի, որ չժպտամ։ Ստանալիք, մստանալիք, ինչ ունես։ Որքան հեռու է այդ մտքից, հաշվեցի։ Մի 10 մասը օրվա ստանալիք ունեմ, գեներալ, չեմ ուզում։ Դու մի ճչա։ Իսկ ես արդեն չէի ճչում։ Գնա ստացիր։ Հեյ, Շոքուֆե, գրողը ձեզ բոլորիդ տանի, օրը ցերեկով էլ չես կարողանում։ Ստանալիքս ստացա։ Իջնում էի աստիճաններով, իսկ ընկերներս ուրախ աղմուկով բարձրանում էին։ Նրանց կանչել էր գեներալը պարգևատրելու համար։ Համբուրվեցինք։ Ռեշտեցի նավին, կորցրեց իրեն։ Թքել եմ ուսադիրների վրա, ճչում էր նա ռազմաօդային շտաբի աստիճաններին։ Ամենակարևորն այն է, որ դու կենթանի ես։ Նա ծնվել ու մեծացել էր Ծովափնյակ գյուղում։ Նրանից միշտ ծովի հոտ էր գալիս։ Ինքն էլ էր ծովի նման, ակնթացություններով ու տեղատվություններով։ Մոհասեսը ինձ քաշեց մի կողմ եւ կամացուկ ասաց. Խոսքը մեր մեջ մնա, պտույտը լավ է իր դասավորել։ Սուտ է, չարացած բացականչեցի ես։ Երրորդ ընկերը Բոզորգին էր, նա ասաց. Տղաներ, բոլոր դեպքերում էլ վարպետություն է պետք։ Դու մոտ 2000 մետրում էիր, երբ սկսեցիր պտույտը։ Ներքևից մենք հաշվում էինք, ամեն ինչ կարքին էր, հետո խառնաշփոթ։ Սուտ է, ճչացի։ Ես մահվանը երբեք դիտավորյալ ընթառաջ չեմ գնա, ես մայր ունեմ տանը, քույր ունեմ։ Մնացածն արդեն մտածում էի արագ, ինչպես պտույտի ժամանակ, տուն, միջանցքներ, հորս լուսանկարը, 1000 տարեկան ժամացույց իր ծանր ճոճանակով, կատուն, որ շնթռել էր գահավորակին եւ կարծես թարթիշներով է հաշվում, դրսից բոլորը եկան, էլ մարդ չմնաց, դե դռները պին փակեք, մի կուշտ քնենք։ Սուտ է, ընկերներ, Մայոր Ռեզվանին դուք մի հավատացեք, նա երկրորդ հարկում հիմա ձեզ ընթառաջ կգա, գեներալը կսեղմի ձեր ձեռքը եւ կասի շնորհակալություն տղերք, ամեն մեկիդ մի կանաչ հարյուրանոց կտա։ Գնացեք տուն եւ վերադարձեք զորանոց, կասի նա։ Չլինեմ չիմանամ, որ վեր եք ընկել կաբարեներում։ Մայոր Ռեզվանը դռների մոտ կանգնած ձեզ կժպտա։ Նա կժպտա գրասենյակային ժպիտով։ Ինչու ինձ չեք հավատում։ Գրողը ձեզ բոլորիդ տանի, ես հիմա գնում եմ տուն, երեկոյան ձեզ կսպասեմ։ Չչչալ, գեներալն էր եւ մայոր Ռեզվանը, որոնք կռացել էին երկրորդ հարկի բազրիկներին։ Ոչ ոք իրավունք չունի այստեղ ճչալու։ Մոհասեսը եւ Բոզորգին բարձրացան աստիճաններով, իսկ նավին եկավ ինձ հետ։ Նա որ Ծովափնյակ գյուղում էր ծնվել եւ վրայից շարունակ ծովի հոտ էր գալիս։ Քեզ ներքևում սպասում են, ասաց նա։ Ժալեն է, հենց այդ էր պակաս։ Իսկ ես գնացի, ասաց նավին, չեմ ուզում գեներալին տեսնել, երևի մի օր կհարփեմ ու մայորին շանսատակ կանեմ, դու ճիշտ ես ասում, գրասենյակային, երբ գեներալի հետ օդանավակայան է գալիս, կոշիկներին է նայում, թե չլինի հանկարծ դրանց վրա փոշի նստի, թքած գեներալի տված կանաչ հարյուրանոցի վրա, բայց էլի խոսքը մեր մեջ մնա, պտույտը լավ է իր դասավորել, երեկոյան կգանք ձեզ մոտ, այս էլ քո ժալեն, ես գնացի։ Ես հիմա լաց կլինեմ, ասաց աղջիկը։ Նա փոքրիկ էր եւ նիհար։ Փոքրիկ բռունցքներ ուներ, կանաչ փոքրիկ աչքեր, մազերի հյուսկը, որ միշտ մնում էր ճակատին, էլի փոքրիկ, իսկ հոգին ու սիրտը որքան աշխարհ։ Գնանք մի տեղ նստենք, խնդրեց նա։ Ես հիմա ուզում եմ գինի խմել ու լաց լինել։ Դե գնա դու էլ։ Գեներալի նման ես էլ ձեռքս թափ տվեցի ու գնացի։ Ժալեն մնաց մայթեզրած առի մոտ։ Ես լավ գիտեմ, որ հիմա նա լաց էր լինում։ Երեկոյան կերուխումի սեղանը շատ էր առատ։ Բաժանկներն էլ էին ուրախ երկի պես զրնգում, ասում էին ճառեր, թե պտույտը լավ էր, որտեղից հասցրիր,
Հարկ Աստծո, որ հիմա տանն ես, որ լուսաբացի շեփորների ոռնոցը քեզ չի ստիպի խաղաղ քնից վեր ցատկել, որ ստիպված չես պատվի կանգնել մայոր ռեզվանների առաջ, բայց խոսքը մեր մեջ մնա։ Ես չեմ չարանում, որ իմ ընկերները դեռ չեն հասցնում ինձ հավատալ, որովհետև տանն եմ։ Տնեցիների հետ տան կատուն էլ խառնվել է իրար։ Նրա աչքերը չեմ տեսնում, բայց մեջքի վրա ուրախություն կա։ Նա գնում է խոհանոց, երևի խառնվում է մարդկանց ոտքերին։ Մայրս ճչում է. «Դեռ ռադելի դու էլ, դու մի ճչա», հիշում եմ գեներալին։ Ես համոզված եմ, որ աշխարհում ամենալավ տեղը տունն է։ Երբ լուսաբացին լսում ես աման-չամանի զրնգոց, երբ հարևանի աքաղեղի կանչերը հաշվում ես ու հասնում 14-ի։ Մեր ընկեր Խալիլի նախր ինչու հիմարություն արեց, իրենից մի բուռ մոխիր էլ չթողեց թաղելու համար, որ մեկին հիշես։ Լուսաբացն սկսում էր, իսկ բաժակաճառերը վերջ չունեին։ Տնային աշխատող Նարիմանը մոտեցավ ինձ եւ կամացուկ ասաց. «Աղա, փողոցի մեր դռան մոտ մեկը նստած քնել է»։ Ժալեներ։ Արթնացրի, կանգնեցրի ոտքերի վրա, տխուր ժպտաց, մազերի փոքրիկ հյուսքը քաշեց ճակատից ու ասաց. «Ես հիմա լաց կլինեմ»։ Բոլորին թողեցի տանն ու գնացի նրա հետ։ Մինչև սրճարանները կբացվեին, մենք քայլում էինք մայթերով։ Երևի մի փոքրիկ անզոր ամպից կարճ անձրև եկավ եւ լուսաբացի հավաքարարների բարձրացրած փոշին կոտրեց։ Քաղաքի հեռավոր անծանոթ թաղամասի անկյունում մոռացված սրճարան գտանք, նստեցինք դեմ դիմաց։ «Միայն թե չհարփես, Ժալե», զգուշացրի նրան։ «Եթե հարփես, ես կգնամ»։ «Չեմ հարփի», ասաց աղջիկը։ «Միայն թե դու պատմիր այդ պտույտ-մտույտի մասին»։ Հիշեցի գեներալի ստանալիք-մստանալիքը։ Թող ի սեր Աստծո մի հիշեցրու, Ժալե, գեներալից սկսած մինչև իմ ամենամոտ մարդն ինձ չհավատաց։ Հետո ես մոռացա, որ իմ դիմաց նստած աղջիկը ռազմաօդային ուսումնարանից, օթաքս կոչվող անդրջրհեղեղյան ինքնաթիռներից ու մահվան պտույտներից այնքան է հասկանում, որքան ասենք գրասենյակներում թղթեր ստորագրող մայոր ռեզվանները կհասկանային, եւ պատմեցի։ Դեռ 7-րդ պտույտից հասկացա, որ Ժալեն ծնոտը հենել էր բռունցքին ու նայում էր ինձ իր փոքրիկ կանաչ աչքերով։ Երբ ասելիքս վերջացրի, նա աչքերը փակեց եւ տեսա, թե ինչպես արցունքներ թափվեցին սփռոցին։ Երեկոներից վախենում եմ։ Ինչ լավ է, որ հիմա արև կա երկնքում։ Քո Խալիլին, քո պտույտները, աշխարհում ճանապարհներն ախր շատ են խառնվել։ Հայրս Հաջի աղան ասում է դավանանք, ես ասում եմ սեր։ Ձերոնք ասում են Քրիստոս, ես ասում եմ սեր։ Քրիստոսը ո՞րն է, Մոհամեդը ո՞րը։ Ժալե, ոչ մի Ժալե, մի ճչա, նորից գեներալին հիշեցի։ Ներեցեք։ Ժալեն իր արցունքներով լված մաքրեց աշխարհի բոլոր ուսադիրները, մայոր ռեզվանների բոլոր սուտ ժպիտները, բոլոր սուտ քարտուղարուհիներին եւ բոլոր նրանց, որոնք չեն հասցնում միմյանց հավատալ։ Սահմաններ կան եւ ես չգիտեմ, թե հիմա նա որտեղ է։ Այն երկինքը, որը կախվել է գլխին, ինչ գույն ունի։ Շիրազի կապույտ երկինքն է, Դամղանի կանաչը, թե ռեշտի գորշը։ Շնորհակալ եմ նրան, որ ինձ հավատաց առանց խոսքերի, սփռոցին, սրտին եւ աստղերին թափվող իր արցունքներով։ Հիշում եմ, նա գինի էր խմում եւ շարունակ ասում էր. հարկավոր է մի 3-4 քայլ ետ վերադառնալ կյանքում ու նորից նայել։ Մի 3-4 քայլ ես ետ չվերադարձա կյանքում, Ժալե։ Ես գնացի անվերջանալի ճանապարհներով եւ նայեցի շատ խաչմերուկների անկյունադարձերին։ Տեսա հավերակը, քարվանսարաների քարացած ու մարածանազանազերությունը, տեսա շատ անիմաստ աղմուկ, հրախշային մակոչումներ, ժամանակակից, դրանք բոլորը ես ուզում եմ ծալել ու դնել մի կողմ եւ քեզ հիշել։ Միայն դու հանդրիստացին, ժողովի ստակզստի ժողովի։